Բարի օր, բարի կեսօր սիրելի հետևորդներ ջան, այսպիսի գեղեցիկ տեսարանով էլ այսօրվա հոլովակը սկսում եմ։ Աշխատանքային հողամասում դուրս են եկել աշխատելու։ Օրը տաք, արևոտ, երկինքը պարզ, արևն էլ տաքացնում է։ Որոշել են սկսենք մեր հողամասի գործերը։ Սկսում են այս մասից, այստեղ ինչ կա չկա հավաքում են, սիրելի հետևորդներ ջան, որ հող է, որ ինչքան տերև ճյուղ լցրել ենք, արդեն լավ փտել է։ Գոմախ ենք հանում մի խոսքով, փտած հողը օգտագործել ենք թե ջերմոցի մեջ և թե հողամասում։ Շատ ծանր մի տուր գարուշիկի։ Արդեն երկու օր է գարուշիկը աշխատում է հողամասում, օգնում է, միայնակ առաջ օրը ցույց տվեցի ոնց է աշխատում։ Սկսենք, հազիվ լավ օր է։ Ջերմոցի միջինները պետք է բերեն, աստիճանները, որ շենքը շարել ենք, սիրելիներս, աստիճան են օգտագործել, երկաթից լեսնիցաներ է կոչվում, բոլորը ջերմոցում դրված է, որ անձրևից հանգարց չփչանար։ Հիմա այս արև ստեղ պատրաստեն տեղ, բոլորը կբերեն, կշարեն։ Հետևենք, տեսնենք ինչ են անում։ Դուք ինչպես եք, սիրելի հետևորդներ ջան։ Ես լավ եմ, տրամադրությունս լավ, ոչինչ, մի քիչ արդեն լավ եմ ինձ զգում, դուրս եմ եկել, համ սիրով ձեզ համար նկարեմ, համ էլ մի քիչ օդափոխվեմ, կամանց արդեն լավ կլինեմ, ոչինչ, ձեզ էլ ցանկանում եմ միայն առողջություն, առողջ եղեք, մի հիվանդացեք, ամենակարևորը առողջությունն է, մնացած գործերը արդեն ինքնըստինքյան կարվի։ Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ թանկագին հարազատ դարձած հետևորդներ ջան, այսօր էլ հոլովակը սկսում եմ հողամասից, շարունակվում է մեր հողամասի աշխատանքները, ժրաջան մեղուները ոնց են աշխատում, այդպես էլ ընտանիքիս անդամներն են աշխատում հողամասում, ամեն մեկը ունի իր գործը, ամեն մեկը իր գործով է զբաղված։ Նախքան սկսելը նաև ուզում եմ շնորհակալական խոսքս ասել ձեզ բոլորիդ, ձեր բոլոր ջեր, բարի, քաղցր, լավ մաղթանքների համար, ձեր ջերմ բառերի համար։ Սիրելիներս, երկու օր է ճնշումս բարձր է, շաքարս բարձր է, գլուխս ահա որ ցավում է, աչքս մի տեսակ ուռել է, կարմրել է, չեմ հասկանում, աչքի ճնշում է, թե մազանոթ է բացվել, չհասկացա, երկու օր արդեն ահա որ ցավերի մեջ եմ։ Դրա համար չեմ մասնակցում աշխատանքներին, Մարինկաս է սիրով նկարում և սիրով էլ ձեզ ցույց է տալիս։ Այսօր որոշեցի, այսինքն ընտանիքիս անդամները ասեցին, որ դուրս գամ, գոնե նստեմ մաքուր օդի։ Մի քիչ կնստեմ, քանի որ գլուխս ահա որ է ցավում և աչքս շատ ծանրացած է, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր ձեզ հետ կզրույցեմ, մի փոքր կկիսվեմ, կնկարեմ և սիրով ցույց կտամ ձեզ, թե այսօր ինչ աշխատանքներ են կատարում։ Ուղղակի ցանկությունս էր ձեզ հետ երկու օր դեմքով չեմ բարևել, նոր արդեն սկսեմ նկարել և ցույց տամ բոլորիդ։
Երկու օր էլ կոֆե չեմ խմել սիրելիներս, որովհետև ցանկություն չկա կոֆե խմելու։ Հետո մի քիչ արդեն կազդուրվեմ լավանամ, միասին կսկսենք մեր առավոտվա կոֆեն խմելը։ Շատ սիրում եմ ձեզ սիրելիներս, անչափ անսահման, դուք ինձ համար հարազատ հոգիներ եք դարձել, օնլայն հարթակում փոքր ընտանիք ենք դարձել, մեկս մեկով ցույց ենք տալիս, զրույցում ենք, ընկերանում ենք, կիսվում ենք իրար հետ, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ նորեկ բաժանորդների համար, որ արդեն բաժանորդագրվել են, իմեջում են, սիրով դիտում են, հետևում են մեր արած գործերին։ Անչափ շնորհակալ եմ, Աստված առատորեն օրհնի բոլորիդ։ Իսկ հիմա սիրելիներս ցույց կտամ, թե ինչ աշխատանք են այսօր որոշել անել հողամասում։ Հիմա այս հողը, որ քանդում է, մարգեր, կանաչի է ցանել սիրելիներս, բայց տեղը հարմար չի, լավ չէր աճում։ Այդ հողն էլ հանում է, կլսնենք այս հանած հողի վրա ընդհանուր թող վարի։ Իսկ այս դիքու փոսերը արդեն կդասավորեն, կհավասարացնեն։ Սաղ որ սալոմ ենք լցրել, փտել է, չէ, դա էլ է արդեն ուշ տալի հողին, լավ է։ Մեծ խոտերը, մեծ փետերը հանում են, այնպես չի, որ փետախառը հողը լցնում են, չէ։ Ապրե տղաս, ինչ ուժ ունի, ապրես, ապրես։ Այս հողն էլ հանեն, տղաս շատ հոգնած է, որդիս եկել է հոգնած, հիմա էլ հողամասում այդքան գործ է արել։ Այդ հող փորելը հանելը շատ դժվար է։ Այսքան տեղը հանեն եւ գնա տուն, լողանա, հանգստանա։ Առավոտը տանն է, առավոտ ավելի լավ է, թարմ ուժերով դուրս գան ու սկսեն իրենց գործը։ Եղանակը արդեն կամանց սառում է։ Դե երեկոյան արդեն համարյա 6-ին քանից 10 է պակաս արդեն սառավ եղանակը, իհարկե։ Մի քիչ գործ մնաց այլ անի ու գնանք տուն։ Որը փտածա կվառենք, որը մի քիչ լավ է, հարմար է, կպահենք, որովհետև վաղը միսօր օջախ ենք անում, օջախ ասելով կպչան խորովածի, համել այս տարի որոշել եմ հաց թխեմ, լավաշ թխելու համար այդ ցախերը մի հատ են, պետք կգան։ Գարուշիկը շոքեց, այսօր շատ շոքեց, շորերը փոխեց։ Ծանրները դու մի վերցրու, Գարուն ջան։ Ծանր չի։ Հա? Առավոտվա 9-ից աշխատում ա տղաս, առավոտվա 9-ից։ Շատ ա սիրում այդ հողագործությունը, այս ձևի աշխատանքն է սիրում ա, օգնում ա։ Փոքրուց սովորացրել ենք, սիրելիներս, որդիս է շատ աշխատասեր ա եղել։ Շատ փոքրուց աշխատել է։ Մի օր կպատմեմ սիրելիներս իր աշխատանքի մասին, անպայման կպատմեմ։ Այսի ա պետք անել, Գարուշիկ, այսի։
Հələ տեսեք, որտեղ որ խոնավ է, չէ, ինչքան կանաչը խոտ է, էլի բարձր է։ Ահագին ցախեր են։ Այս որ շենքը սարքել ենք, սիրելիներս, այդ աբալովկա են, չէ, ասում, աբալովկա։ Մի խոսքով այդ ժամանակ հավաքվել է, ձև, բայց այն ծածկի տակի փայտերը, որ հիմա պետք է բերեն շարեն, սիրելիներս, ընտիր մատերիալ է։ Էլը շինարարություն ունենք սարքելու Հայաթի կողմից, մեր հողամասի բակի կողմից շինարարություն պետք է անել տղաս, գեղեցիկ բալկոնանման պետք է սարքի, որ դուրս գանք հողամաս, դուռը ունենք, մի խոսքով սիրելիներս, հենց որ սկսենք սարքել, էդ էլ ենք ցույց տալու։ Դե նորից եմ ասում, ինչքան ապրում ենք, սեփական տան գործը չի վերջանում։ Ինչքան անենք կա։ Հենա լապատկա են ման գալիս, ինչքան էլ 2-3 հատ հանեցի, ներեք այն օրը էլը լեարանից 2 հատ առան։ Ուղղակի հայկական ուրակ չեմ գտնում, հաջողությունը լի մեքենայով գնան Հայաստան, անպայման պետք է քախանի ուրակ առնենք, անպայման։ Այս երկար ռուսական ուրակների ես հետ սովոր չեմ, հարմար չի։ Հետ։ Սրանք կարած դնես փետի տակը, փետերը շարես վրեն, հա։ Հաստեն չեն խոնավանա, փտել է, էդ էլ է փտել։ Սիրելիներս, այստեղ էլ այդ մանր մուներ ցախերը հարսը շարեց, հետո որ պետքը կվառենք, հիմա շատ ենք վառել մոխիրի համար, համարյա կես բոճկա մոխիր եղավ։ Այս մանր ոտատակի, այս ցախերը, որը որ պիտանի չեն, հետո կվառենք, ինչ որ բանի պետք կգա կվառենք, խորովածի համար, բանջարեղեն կխորովենք, ցախի վրայի բանջարեղենները համեղ են ելնում, այս են շարում են, հերթով շարեցին, համայրա կպրծնեն հեսա։ Սրանք մտածում եմ որ դրել են։ Նրանք տակերը չի տեղավորվի։ Ջոկինգ որ փետը որ պիտանի տին մեզ վարանք տային, որը չէ վառեն։ Հա։ Շարի այնտեղ չենք նստի, աթոռ կբերենք կնստենք, երբ որ արդեն ծաղիկ ծաղկուն կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, սա երկրորդ օրն է։ Գործը վերջացնում են երկրորդ օրը։ Առաջի օրը արդեն աշխատեցին, վերջացրեցին, հոգնել էին շատ, գնացինք մինչև Քյաբաբարին, կերան, խման, լողացան, ուշեր, պարկան հանգստացան, այսօր երկուշաբթի է սիրելիներս, արդեն երեկոյան ժամ է, ժամը 6-ից հետո է, աշխատանքից եկել են, հաց են կերել, անցել են գործի։ Մնացած, այն որ ասում են փիտուրն են դասավորում, այդ մնացածներն են դասավորում։ Հասանք վերջին, արդեն լրիվ
դասավորեցին, հիմա էլ փոցխով մաքրում են, ճանգռիկում են, արտաշատցիներին ասած։ Մի հատ է կավլեն, այս տերիտորիան արդեն մաքուր, ակուրատնի կլինի, կանցնեն հաջորդ գործին։ Արդեն ամեն աշխատանքային օրվա վերջին կսկսեն աշխատել, որովհետև մինչև շաբաթ կիրակի չի սպասի իմ տղան, հարցս, որ շաբաթ կիրակի աշխատեն, գործից հետո։ Ոնց որ այսօր երկուշաբթի է, գործից հետո եկել են, հացները կերել են, անցել են հողամասի գործերին։ Ինձ էլ չեն թողնում ոչ մի բան անեմ, նստի։ Ես էլ նստում եմ, նկարում եմ ձեզ համար, նստած, սիրելի հետևորդներ ջան։ Փոքր տարիքից էլ հող սիրել է, ասեմ, որ Հայաստանում էլ ծիրանի պլանտացիա կարելի է ասել, 4500 մետր ունեցել ենք։ Այդքանը իմ որդին դեռ 8-րդ, 6-7-րդ դասարան էր։ Նոր տնկարան էր, սիրելի հետևորդներ ջան, նոր էր, որ մեզ տվեցին սեփականաշնորհում։ Հաջորդ տարին ծառերը բերք տվեցին, էդիս ծիրան էր, ամեն մի ծիրանը ոնց ասեմ, դեղցի նման, հատ քաղում էինք, զամբյուղներ ունեինք, զամբյուղով տանում ենք, վաճառում ենք, շուկա չէինք կանգնում, մի օր լավ, փավկագծերը չեմ բացում, կնստեմ այսպես, թող դասավորվեն, մաքրվենք, շատյորը դնենք, ով են կդնեմ, ձեզ էլ կկանչեմ, կգաք մի հատ լավ զրույց կանենք, գյալաջի կանենք, կպատմեմ, կասեմ, որովհետև գրում եք, որ մի քիչ ձեր մասին պատմեք, որտեղից եք, որտեղ եք ապրում, երևի նոր հետևորդուհի է, և որի համար շատ ուրախ եմ, որ նոր հետևորդուհի ունեմ, շնորհակալ եմ անչափ, բաժանորդագրվեք սիրելիներս, լայքեք, տարածեք Տիկին Մարինեի ալիքը, կխոսենք այդ թեմայի շուրջ, տեսեք, ամուսիններով, ես ոչ մի բան չեմ անում, կլուպնիկան էլ, տեսակ կախանեց, տեղափոխեց, այդ վերևի մասը սիրելի հետևորդներ ջան, լավ չի լինում, ոնց որ նեխում է կլուպնիկան, չգիտեմ, ունենում ենք կլուպնիկա, բայց են չի, հիմա, մի քիչ տեղափոխեց, անցած տարվանն է, անցած տարի է տեղափոխել, ուզում է ծաղկի, կոկում է տվե արդեն մի երկուսը, հետո մի քիչ կշարունակի, մի քիչ էլ կավելացնենք հերիք է, քան որ տուն է, թողը լինի, էլի ամեն ինչ էլ լինի, Վաղնել գնալու ենք Ալայնստուն սիրելիներս, սացիլները բերենք արդեն, բերենք, եթե կհասցնեն առավոտը, կփորեն նոր կգնանք ջերմոցը, չէ ուրեմս կբերենք կդնենք դրսում, տաք է արդեն, դեղնում են, պամիդորները դեղնում են, եթե անպայման բերենք, ամեն հարցում փոքր ժամանակվանից որդիս օգնել է, որդիս էլ, աղջիկս էլ աշխատասեր, մաքրասեր, կոկիկ, միշտ մաքրություն, միշտ գովել են դպրոցում, ես չեմ գովաբանում, այլ դպրոցում դասատուներն էլ միշտ գովել են, թե որդուս, թե աղջկաս, թե իրենց հագու կապը, ասեմ այդ ժամ 90-ականներին, սիրելիներս 91, մինչև 90,
9 թվականը որ եկել ենք, ճիշտ է, մենք ոչ ոքի պարկ չենք ունեցել, պահանջ չենք ունեցել, հնարավորին չափ, ինչ որ գումար եղել է, հագուստ գնել եմ, եթե չի եղել, լվացել եմ, հարթուկել եմ, իրենց ունեցվածքով, իրենց այդ շորերը հագե գնացել են դպրոց, պահանջկոտ չեն եղել, որ ես ենք ուզում, ընկերս ես է հագնում, ընկերուիս ես է հագնում, տենց բաներ չի եղել, սիրելի հետևորդներ ջան, դրա համար այսօր ճիշտ եք նկատել, որ լավ ընտանիք, խելացի թոռներ, որդի հարս ունեմ, դա ընտանիքի արդյունքն է, ընտանիքը սեր է, միություն է, ընտանիքը ջերմություն է, որ մեկս մեկին պետք է հաղորդակցվենք, չեմ ասում, խոսակցություններ լինում են, ոչ չի լինի, այտենց բան չկա, մայր ու աղջիկ էլ խոսակցություն լինում է, ամեն ընտանիքում էլ լինում, բայց խոսակցությանը չափ ու սահման կա և հարգանք կա, կարևորը, որ ես հարգված եմ, սիրված եմ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, նստել եմ, ինչ չեն թողնում, ոչինչ անեմ, իրենք են անում, դե մենք էլ պետք է իրենց տեղ տանք, թող իրենք իրանց սրտով անեն, իրենք մշակեն, ոնց ուզում են, առնեն, բերեն, պատրաստեն թեկուզ, իրենք են աշխատողը, բերողը, կարևորը, որ մեզ հարցում են անում, հարցնում են, սիրելի հետևորդներ ջան, կարևորը, որ մեզ, ոնց որ ասած, բանի տեղ են դնում, չէի ուզում այդ խոսքը ասել, բայց դե այդպես է, ինչ առնեն, ինչ թողնեն, մի խոսքով գոհ եմ Աստծուն, որ ունեմ այսպիսի, թե հարս, թե որդի, թոռներ, փեսա ամուսին, մի խոսքով ցանկանում եմ բոլորիդ, որ դուք էլ ունենաք լավից լավը, ունենաք լավ ընտանիք, վայելեք ձեր մեծությունը, դե արդեն 64 տարեկան եմ, իմ հասակակիցները կուզենան, որ հանգիստ վայելեն իրենց մեծությունը, մեծ չենք, բայց դե, հիշում եմ առաջներում 64-ը, 50-ից անցը մեծ էին համարվում,